Ողջույն բարեկամներ, ինչպես միշտ ես մտածում էի սկսել հաղորդումը տեղական նորություններով, բայց այն ինչ որ կատարվում է հիմա Ռուսաստանում ադրբեջանցիների հետ շատ ավելի կարևոր է։ Կարծես թե մեզ մոտ լինելու այն պրակտիկան չինական ասացվածքով, որը բնորոշվում է, որ համբերության դեպքում կարելի է տեսնել, թե ինչպես է թշնամու դիակը գետը բերում, անցկացնում հենց քո դեմով։ Եվ այսպես, ինչ է կատարվում ռուս-ադրբեջանական հարաբերություններում, Եկատերինբուրգում եւ Ադրբեջան-Իրան հարաբերություններում։ Ես սկսեմ ամենակարևորից, որ միշտ նկարագրել եմ, որ ինձ դուր է գալիս Իրանի ներողություն, Ադրբեջանի այն հոգեվիճակը, հա, որ իրանք 20-ի ֆեյք հաղթանակից հետո կորցրել են չափի բոլոր տեսակի զգացողությունները, Ալիևը կորցրել է ռեալության զգացողությունը, ժողովրդին կերակրում է փուջ հաղթանակներով։ Մենք շատ լավ գիտենք, որ 44 օրյա մեջ իրանք մի ճակատամարտ, մի բան չեն արել իրանց, հա, իրանց ուժով, ոչ մի բան չեն կարողացել գրավել եւ այն ինչ որ տրվել է իրանց, տրվել է ուղղակի բանցիկը վրան փաթաթված նվերի կարգավիճակով։ Բայց դե ժողովրդին դա մատուցվել է որպես ադրբեջանական հզոր բանակի ձեռքբերում, ընդ որում դա ադրբեջանական բանակ էլ չի եղել, հա, Յաշման ոչնչացվել է, ինչ որ տակամանացել էր, արցախցիները մեկ օրվա մեջ ոչնչացեցին սեպտեմբերի 19-ի հարձակման ժամանակ, եթե հիշում եք, միջև դուրս գալը, մնացածը արել են սիրիական վարձկանները, իսրայելական անօթաչուները իրենց դրոններով, ինստրուկտորներով եւ թուրքական ինստրուկտորները F-16 իրենց ինքնաթիռով։ Այսինքն ադրբեջանական գործոնը շատ չնչին անդեր եղել։ Ընդ որում այս ամբողջի համախառն արդյունքում մեր հոպը փակած ռուսների կողմից դավաճան գեներալներով մի խոսքով այս ամբողջ այս համախառն արդյունքում Ադրբեջանի բանակը նույնիսկ չկարողացավ մի սանտիմետր սեփական ուժերով գրավել։ Ինչ որ այա, բայց ռուսական ադրբեջանական ժողովրդին Ալիևը համատուցեց որպես իրենց ադրբեջանական բանակի փառահեղ հաղթանակ։ Ինչ որ այա ժողովուրդը սիրով դա կերավ ու առ այսօր ինքը այդ էֆորիայի մեջ է։ Եթե դուք հիշում եք, ես միշտ ասել եմ, որ այդ էֆորիան պահելու համար Ադրբեջանին միշտ նոր ինչ որ ամբիցիոզ հաղթանակներ, թեմաներ, պահանջներ ա պետք, որպեսզի ժողովուրդը չասի. «Արա այդ 50,000 որ տարար կոտորեցիր, ուր է երեխեքը»։ Կամ որ ասում ես իրանք ձեր ծառայել են, ուր են։ Ասեմ ձեզ, որ իրանք հսկայական կորուստներ են ունեցել, անթիվ անհամար, եւ Ադրբեջանը Ալիևը այդ պատասխանը դեռ չունի։ Եվ այսպես, այս էֆորիայի տակ գտնվող ժողովրդին դժվար է ասել, որ ես Ռուսաստանի հետ չեմ կարող կռվեմ, հա, ճիշտ է, ես հզոր եմ, բայց Ռուսաստանից հզոր չէ, որ Ռուսաստանի հետ կռվեմ։ Ես հզոր եմ, բայց ես Իրանի հետ չեմ կարող կռվել։ Ալիևը չի կարող դա ասել։ Եվ այսպես, Եկատերինբուրգում այսօր առավոտյան տեղի ուրեմն միանգամից իրանց FSB-ն, Նացգվարդիան եւ տեղի ոստիկանությունը մտել են մի քանի ադրբեջանցիների տներ, կազմակերպված հանցագործությամբ ով զբաղվում է, ներկայացել են մեղադրանք 2001-ից 2011 թիվը կատարած հանցագործությունների համար, ընդհանուր հաշվով ձերբակալել են 50 հոգի, այդ ընթացքում ձերբակալման ժամանակ սպանել են 2 հոգու։ Ընդ որում սպանվածները Ռուսաստանի քաղաքացի են, բայց ադրբեջանցի ազգության, որոնց մեղադրանքեր ներկայացված ադրբեջանցիների սպանելու համար, այսինքն ադրբեջանցիները սպանել են ադրբեջանցու Ռուսաստանում, բայց սպանողները Ռուսաստանի քաղաքացի են։ Որքանով ես կարողացա հասկանալ, դա Եկատերինբուրգի տեղի ադրբեջանական մաֆիայի ներկայացուցիչներն են, բայց Ռուսաստանի քաղաքացիությամբ։ Եվ այսպես մի օրվա մեջ Ռուսաստանը որոշում է, որ հենց այդ քաղաքում պետք է ադրբեջանցիներին հավաքել։ Եվ մի հիստերիա, մեկ այլ հիստերիա ադրբեջանական մամուլում ամբողջ օրվա մեջ ուրեմն դադարեցվեց Բաքվում մի անգամից որպես պատասխան, տեսեք, ռեյդ է գնում ադրբեջանցիների Եկատերինբուրգում, Բաքվում դադարեցվում է Ռուսաստանի հետ կապված բոլոր միջոցառումները, համերգներ, ցուցահանդեսներ, հանդիպումներ, ինչ որ կապված է Ռուսաստանի հետ, միանգամից ամեն ինչ դադարեցվում է, սկսում է ադրբեջանական պատրիոտ
Չակերտավոր եմ ասում, մեդիան միանգամից հարձակում Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը ռուսները մի խոսքով սրիկաներ են, խոզեր են, դրանք մեր թշնամիներ են, մի ամբողջ sense ես նայեցի մի քանի ոդկաստ, հրաշալի մեկնաբանում են թե ռուսներն ովքեր են, ես ուրախ եմ Ռուսաստանի համար, իրանք պետքա լսեն իրենք ովքեր են եւ ում են իրենք օգնում, սա շատ կարեւոր բան։ Նույն օրը ադրբեջանական մեդիան հայտարարում է Խամենիին, բանը։ Շամի կարդում եք, ուրեմն Ադրբեջանի բանի հետ կապված, սուզում վարկեսն կարդնենք իր հետ։ Ադրբեջանական բանի հետ կապված թերթը գրում է, որ Կալիբեր Ազ թերթը գրում է Զաքիր Հասանովի եւ Իլհամ Ալիևի իհարկե առաջադրանքը գրում է, որ Իրան Իսլամական Հանրապետության գերագույն հոգեվոր առաջնորդ Ալի Խամենիին հռչակել է Ադրբեջանի թշնամի։ Նման համարձակությունը խոսում է առնվազն չարագույժ դավադության մասին։ Երբեք Ադրբեջանում այդպիսի համարձակություն չէր լինի, եթե վստահ լինեին, որ չեն կարող մարսել։ Նյութը կարդում էի առաջին մանը, որ մտքովս անցավ, հենայն է տպավորություն, թե Ադրբեջանը տերերի մասնավորապես Իսրայելի հետ Այաթոլլահ Խամենեիի դեմ դավադություն են նյութում եւ Ալիևը մի խոսքով վստահ է, որ Իսրայելը հակամարտության մեջ հաղթելու է։ Մի կողմից միանգամից թշնամական հարաբերություններ Ռուսաստանի հետ եւ սա այդքան էական չի, որքան ուղի Խամենեիին թշնամի հայտարարելը։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է Ադրբեջանի գործոնը այս տարածաշրջանում, որ սա պրո-իսրայելական գործոնը, պրո-թուրքական գործոնը Իրանի դեմ եւ նաեւ իր դեմ։ Իսրայելի երբ պետք է լինի, այդ գործոնը աշխատելու է հենց Ռուսաստանի դեմ։ Հիմա էլ աշխատում։ Իրանը շատ լավ հասկանում է, որ այս Ադրբեջան կոչվածը արդեն բացահայտ հայտարարում է Խամենեիի թշնամի, որովհետև իրանական հետախուզության հետ կապված թերթերն ու լրատվամիջոցները բոլոր ապացույցները ներկայացրել են, որ բազմաթիվ են եղել հարձակումները եւ դիվերսանտների ներթափանցումը հենց ադրբեջանական կողմից։ Եվ Ադրբեջանը դիտարկվում է որպես անցած 12 օրվա մեջ 12 օրվա պատերազմում որպես թշնամուն աջակցած երկիր եւ իրենց մոտ հայտարարել են որ թշնամուն աջակցած երկրները նույնպես թշնամի են Իրանին։ Ես բոլորովին պատահական չեմ գտնում որ այս հարձակումը ադրբեջանական այս մաֆիոզների վրա կատարվեց այսօր այս ամեն ինչը հասունանալուց հետո որովհետեւ Ռուսաստանի համար վտանգավոր է դառնում չափազանց անկառավարելի վտանգ է սկսում ներկայացնել այս Ադրբեջանը եւ Ռուսաստանին բոլորովին դուրս չի գալի որ Իրանը հարվածի տակ է հենց Ադրբեջանի կողմից փաստորեն սա դառնում է մի հաբ մի կենտրոն որ այս մի կողմից կարող է հարվածի Իրանին որի գոյությունն ու ուժեղ անկոտրում վիճակը պետք է առաջին հերթին Ռուսաստանին որովհետեւ Իրանի կորուստով Ռուսաստանի դիրքերը շատ ավելի են թուլանում այս տարածաշրջանում, Ամերիկան գալիս հասնում է միանգամից այստեղ, Ամերիկա, ոչ միայն Իսրայելը, եւ Ռուսաստանի շահերի չի ընդհանրապես Իրանի թուլացումը։ Եվ հենց հիմա Ադրբեջանին պատժել այս ձևով, Ադրբեջանն միանգամից ողջևորված իր ժողովուրդը մոռանալով, որ ախր ինքը ոչ մեկն է այս հարաբերությունների մեջ, ինքը զրոյական ռեսուրս ունի, զրոյական ռազմական իմաստով այնքան զենքերը որ կրած բերած Ադրբեջան դա ոչինչ է առանց ժողովրդի առանց մոտիվացված ժողովրդի որը պետք է որ կանգնած լինի դրա հետևում հիշում եք ես բազմաթիվ անգամ ասել եմ որ Ադրբեջանում մոտիվացված ժողովուրդ ինչպես մենք ունենք Հայաստանում Արցախում գոյություն չունի որովհետև այս պատերազմը ադրբեջանցուն շարքային ադրբեջանցուն կորուստներից բացի ոչինչ չի տվել եւ Արցախի շահելով ճակերտավոր եմ ասում իրենց համար իրենց ոչինչ չի ավելանալու իրենց կյանքում դրանից բացարձակապես առ այսօր Արցախ նույնիսկ գնալը Ադրբեջանի կողմից անցնում են առնվազն 3-4 պոստ այսինքն շարքային քաղաքացին Ադրբեջանի չի կարող գնալ Արցախ իր կողմից ազատագրված Արցախ ճակերտավոր եմ ասում չի կարող գնալ
Արցախը փակ է։ Հարց, ինչի համար է փակ։ Մի քանի պատճառներով, որ նախ դա օգտագործվում է ռազմական նպատակներով Իսրայելի կողմից, երկրորդը դա դեռ պարզ չի ինչ են անելու դրա ճակատագիրը։ Այսինքն բացել ժողովուրդը, որ գնայինք այնտեղ տուն կառուցի, բան կառուցի, հա, ոչ մի բան, այն օդանավակայաններն են, որ կառուցվել է այդտեղ ճանապարհները, էլի ռազմական նշանակություններ ունեն։ Այսինքն դա ռազմական հաբ է դիտարկվում առայսօր, առայժմ։ Այսինքն հասարակ ժողովրդի այնտեղ գնալը դեռ ոչ թե աշկերտված է, նրանք պետք է հատուկ թույլտվություն ունենան, մի խոսքով, ոչ գնան Արցախ։ Եվ այսպես այսօր այդպիսի մի խումբ են տարել զոհված ծնողների Գանձասար, ոչ ավել, ոչ պակաս տարել են Գանձասար ցույց տալու, թե իրենց երեխեքը կոպիտ ասած ինչի համար են մասնակցել եւ մահացել։ Եվ այսպիսի մի տեսանյութ կա տեղից, խնդրում եմ նայեք, այս ադրբեջանցին բառացին ուղղակի լացում են, ասենք Sonra restoranı. Biz şehit anıları şehit alacağız inşallah. Bengi, babalarımızın şehit olduğu ziyaret etmeye, gezmeye. Biz de Քանի որ մենք ադրբեջանեն լավ չենք հասկանում, ես միանգամից կարդամ թարգմանությունը։ Ուրեմն ծնողը, որի զավակը 20 թվականին մահացել է այս Ադրբեջանի պատերազմում, հենց այդտեղից հայտարարում է, որ ավելի լավ էր այդ պատերազմը չլիներ եւ հայերը մնային այստեղ, հա, որ ընդհանրապես այդ պատերազմը չլիներ եւ հայերը մնային այստեղ։ Ինչի՞։ Որովհետև ասում է, այս պատերազմի արդյունքում մենք ոչ միայն երեխաներ են կորցրել, այլև այն ինչ ոչ հակերտավոր ազատագրվել է, մենք ստեղ ոչ մի բան ենք, իրանց բերել են այնտեղ, հա, բերել են տարածք, բայց բերել ու բրախել են փողոցներում։ Ոչ մի բանից իրանք չեն կարողանում օգտվել այդ տարածքում։ Ասում եմ, ես նայում եմ, էլի նույն հանցագործներն են նստած ռեստորաններում, եթե ինչ որ մի բան կա, իրանք են, դա մեր համար չի։ Իրանք նոր հասկացել են, որ այս պատերազմը այդ հանցավոր կլանին է, եթե ոսկու հանկա իրանք են շահագործելու, եթե անտարային հանկա իրանք են շահալու։ Մի խոսքով, սա, ասում եմ, ավելի լավ է հայերի մնալ, սա մեկը մեզ չի։ Սա մեկը մերը չի ու ընդամենը մեր եղեքը գնացին, սպանվեցին սրա համար։ Հիմա ինչ եմ ասում, ես մի քիչ ամպելիություն եւ դիմասկունություն ապետ եւ մենք տեսնենք ոնց է մեր ճշնամու դիակը գետը այսպես մեր դեմով տանում, հա։ Որովհետեւ Ալիևը նահանջի ճանապարհ չունի։ Ալիևը չի կարող կոպիտ ասած հետ կանգնել իր այս ռազմավարական ծրագրից։ Որն է, որ այո ինքը պետք է ճշնամանա, արդեն բացահայտ է ճշնամությունը Իրանի հետ հայտարարում է իրենց հոգևոր առաջնորդին, գլխավոր մարդուն Իրանի ճշնամի Ադրբեջանի պետությամբ, Իրանը ինքն էլ իր հերթին հայտարարում է, որ մենք գիտենք, որ դուք ճշնամի եք, նշանակում է դուք դարձաք մեր համար լեգիտիմ թիրախ։ Այս ընթացքում Ռուսաստանում իրանց սպանելով, ծեծելով, մի խոսքով ձերբակալում են, սկսում է մասսայական դեպորտացիա, դեռ այդքան մասսայական չի, բայց արդեն կա 50 հոգու ձերբակալել են, որ դեպորտացիա անեն։ Ինչքանով շարունակություն կունենա սա, իհարկե, սա դեռ կերեւ է։ Բայց երկու կողմից միանգամից հստակեցում պոզիցիաների վերաբերմունքի Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանի հենարանը միակ հենարանը Իսրայելն է։ Ընդ որում Իսրայելում հիմա մի շաբաթ առաջ իրենք արդեն նախաձեռնել էին ֆորում հանդիպում Ադրբեջան-Իսրայել Ամերիկա ֆորմատով։ Պատկերացնում եք, արդեն իրենք կանխատեսել են, որ հաղթում են Իրանում եւ ֆորում պետք է լիներ, որը ես կարծեմ չի կայանալու, այսինքն դրա կայանալը հստակ չի, ինչ ժամանակ նշանակված էր, հիշում եք, Իրանը ներողություն, Իսրայելը պետք է դառնար կամուրջ Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Եվ արդեն իրանք հանդիպում էին նշանակել։ Բայց դա բանա կասկածի տակ է կլինի, թե չի լինի։ Մենք այս երկու օրը կիմանանք, լինելու է դա թե ոչ։ Ամեն դեպքում հիմա Ադրբեջանի միակ հենարանը Թուրքիան չի։ Թուրքիան չի, որովհետև Թուրքիան չի ուզում մտնի այդտեղ այդ հարաբերությունների մեջ։ Ինքը Իրանի հետ պատերազմի ոչ մի բան չունի, շահելու հեռանկար չունի, որովհետև չունի տնտեսություն մեկ, չունի, իր մոտ այն կարգի ինֆլյացիա է, որ ինքը երկրորդ պատերազմի մեջ, այս վիճակով պատերազմի մեջ էնել Իրանի հետ չի կարող մտնի։ Ես ասեմ ինչի չի կարող մտնի։ ՆԱՏՕ-ի բաները
ինքնաթիռները, հակաօդային պաշտպանությունները 6 երկիր չկարողացան կասեցնել այն քանակության բրթիռները, որ ավիրեց Թել Ավիվը։ Տեսեք, 6 երկիր, 6 ֆիլտր ՆԱՏՕ-ի կատարյալ տեխնիկայով, հակաօդային պաշտպանություն, F-35-ներով, 6 երկրի վրայով անցավ, իհարկե մի մասը խփեցին, թե քանի տոկոս էական չի, բայց ինչու մի մաս հասավ ուղիղ։ Եվ 6 կարևորագույն օբյեկտ, 6 կարևորագույն հետախուզություն, այնտեղ օդանավակայաններ մի քանի հատ, հիմնական լաբորատորիաները, որտեղ պատրաստում էին այդ գերգախնի զենքերը, չիպերը, մի խոսքով քիրախային խոցելա 6 երկիր անցնելով հետո 6 պատնեշ Թուրքիան կողքն է, պատնեշ չկա, Թուրքիան կողքն է, Թուրքիան ճգնաժամ է, իր ՆԱՏՕ-ի զենքերն են, նույնիսկ իր հակաօդային պաշտպանությունները ոչ մի բանով չի կարող կասեցնել Իրանի հետ պատերազմի ժամանակ, ասենք Անկարայի ավիրումը կամ ասենք, չգիտեմ, Ստամբուլի կեսի ավիրումը, ոչ մի բան դեռ չի կարող ապել կանգնեցնել։ Էլ չեմ ասում Ադրբեջանի մասին։ Իրանը այս պատերազմի ժամանակ ցույց տվեց, որ ինչքան էլ որ ինքը արդեն 50 տարի ավել բանի մեջ է, սանկցիաների տակ է, տեխնոլոգիաների հին են, եւ այլն, իր հրթիռները այսօր լավագույն է, որ սենց top բանը ամերիկյան եւ իսրայելյան բրիտանական հակաօդային պաշտպանությունները չկարողացան 6 ֆիլտրներով նույնիսկ ասեցնել, որ ինքը չհասնի դրանք Իսրայել։ Այն չեմ ասում հայտնի Իսրայելի այդ բանը, հա, գմբեթը, որ ինքը հակաօդային գմբեթը, որ ինքը ապարտանում էր թե իր ամենաուժերն է։ Այդ ոչ մի բան չկարողացավ կասեցնել։ Ինչ կմնա Թուրքիայից, եթե Թուրքիան հանկարծ որոշի պատերազմ սկսի Իրանի դեմ։ Դա Իրան պետք չի։ Ադրբեջանը գնալու տեղ չունի։ Բացարձակապես։ Ինքը արդեն դրսևորվել է որպես այդպեսին, ժողովուրդն էլ գիտի, որ իրանք հզոր են, Իրանը ինչ շունա, որ իրանք չկարողանան այնտեղ իրանք ադրբեջանցի եղբայրների հետ գրավել, որովհետև այնտեղ կա թիկունքում կանգնած Իսրայել եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց այդ երկուսն էլ հասկացան մի բան, այս պատերազմի արդյունքում, որ պետք է շտապ կանգնեցնել պատերազմը, քանի դեռ Իսրայելից ինչ-որ մի բան մնացել է։ Հա, քանի դեռ ժողովուրդը չի արտագաղթել ուղղակի պարզապես շենք չլինելու պատճառով։ Հա, դու կարող ես բունկեր ունենաս, բայց շենք չունես ապրելու, որտեղ ես ապրելու։ Շենք չունես ապրելու, մատակարարում չկա, օդային ճանապարհը փակ է, ծովային ճանապարհն էլ ընդամենը օրական 30,000 է կարողացել տեղափոխի մարդկանց դեպի Կիպրոս, օդային բանով, ջրային ճանապարհով։ Ասելիքս որն է։ Բերելու է դիակը։ Իսկ այդ դիակի բերելու արագությունը շատ ավելի կարագանա, երբ որ ունենանք մենք սեփական պետություն։ Եվ Գանձասարում իրոք մենք հետ են գնալու։ Ես այս հասարակ ադրբեջանցու հետ, եթե դուք չեք հավատա, ես ոչ մի խնդիր չունեմ։ Անձամբ, տեսեք, իր երեխան զոհվել է այնտեղ։ Ես իր հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ազատ բանում, հայկական Արցախում, եթե մարդը գերեզման ունի ինձ, ես կողմ կլնեմ, որ ինքը անարգել գնա գա, անարգել, այսինքն ցանկացած այս կարգի մարդ, որ ինքը այդ ռեժիմի, այդ նացիոնալիստական Ալիևյան ռեժիմի զոհն է, այն էլ հայտնի չի է դեռ այս մարդը ինչ ազգի է։ Մենք դա չգիտենք, մենք գիտենք մի բան, որ այս պատերազմում Ալիևը քշել է ուղղակի ազգային փոքրամասնություններին։ Իսկ եթե մենք ունենանք պետականություն, մեզ ամենամոտիկ մշակույթով եւ իրանական մշակույթին մոտիկ էթնիկ խումբը թալիշներն են, որ մեծ թիվ են կազմում։ Կարող է մարդն էլ թալիշ է։ Ուղիղ դրանց հետ բարեկամական հարաբերություններ, նույնիսկ վիզային ռեժիմ սահմանելու պարագայում, առևտուրը անդեր իրաց, չգիտեմ, հազար բան կարող է լինի։ Հայկական Արցախի պարագայում ասում։ Ադրբեջանը քանդելը մեկ անգամ մեկա։ Արցախը լինելու է հայկական, Ադրբեջանը քանդվելու է ու ես ասեմ, դրան փորձելու է փրկի մենակ մի երկիր, Իսրայելը։ Որովհետև իհարկե Թուրքիան էլ կուզենա փրկի, բայց Թուրքիան այսօր այդ ռեսուրսը չունի, որ մտածի դրա մասին։ Եթե այստեղ խառնված է Իրանը, դա Հայաստանը չի, որ Հայաստանի ներել։ Իրանն է դա որոշել։ Արդեն մտածում եմ որոշել է։ Կզանգեմ կիմանամ, բայց եթե չի էլ որոշել, ինձ թվում է ինքը սիլոկիկիսի մեր այդ հեռանկարը, հա, բայց մենք դրա համար պետք է պետություն ունենանք առաջին հերթին։ Եվ այսպես,
վերադառնանք Հայաստան։ Ուզում եմ մի հատ բան նայենք իրար։ Ինչ ապատահետարում եք իմանալ։ Տիկին Արմենը հունու կարոտ ոտքի տակ են գցել և կին պաշտպանելու համար արզում է ես հարփատ եմ։ Ճանաչում եք սա։ Ստյոպիկ, տիկին Արմենուհուն է իր պաշտպանում, այս միլիցեքից, հա։ Բա հիմա ինչի՞ չես պաշտպանում, Ստյոպիկ։ Տիկին Արմենուհուն է իր պաշտպանում, որովհետև փողը այդ ժամանակ տիկին Արմենուհին էր տալիս։ Հիմա նույն այս միլիցեքին ես պահում, որովհետև փողը Նիկոլն է տալիս։ Ուր ես այդ տղա։ Բա ինչի՞ չես պաշտպանում այս մարդկանց։ Հիմա նույն ձև ինչ ուզում անում են։ Այ վարձկան հարց եմ տալիս։ Որ տեսնեք հարցնեք, ասա ինչու է այն ժամանակ տիկին Արմենուհուն պահում։ Հիմա այս նույն միլիցեքին ես պահում։ Ինչի՞։ Չէ՞ որ սա նույն բանն են անում, նայ։ Բայց ինչի Հայաստանի Հանրապետությանը չեք ծառայում, այլ ինչ-որ մի խելագարի։ Կարող եմ իմանալ։ Ոչ ման չի փոխվել։ Նույն համակարգն է, նույն խելագարն է, այն ժամանակ անունը Սերժիկ էր, հիմա անունը Նիկոլա։ Դուք եք ծառավում, ժողովուրդն է ծառավում։ Բոլորին ինքը պարտադրում է մի հատ անօրենությունների աղբյուր, ամբողջ ազգին պարտադրում է իր գործի մեջ ներքաշել, իր անօրենությունների մեջ ներքաշել։ Հա, Ստյոպիկ։ Այդ ձեն անի։ Տիկին Արմենուհուն է ուզում փրկել դրանց ոտի տակից, ինչ ես ժողովրդին չես ուզում փրկից։ Ես կանեմ ասեմ, այն ժամանակ փողը տալիս է տիկին Արմենուհին, այդպես հայացքով մի նայի։ Հիմա տալիս է Նիկոլը։ Փողին մունատ։ Ժողովուրդ ջան, այս կարգին, տեսակին, հավատալ, բարև տալ, նույնիսկ բարև տալ։ Այդ չեմ ասում աջակցել։ Նշանակում է դու էլ նույն տեսակին ես։ Հակառակ դեպքում չի լինի, հասկանում եք։ Մարդ չի կարող sense տեսակի հետ շփվել ուղղակի։ Առնվազն գոնես հարցը պետք է տա։ Հələ մի վայրկյան կարա սենց ասես Ստյոպիկ։ Այն ժամանակ ինչի էր նեղվում միլիցեքից, Արմենուհուն ծեծելու համար, նույն գործի համար չես նեղվում։ Ես ասել եմ պատճառը կարող է ինքը ուրիշ բան գիտի։ Դուք հասկանում եք, որ այսօր Երևանը դարձել է Աբդուլ Համիդի Ստամբուլը և երեք թուրքերի Ստամբուլը։ Խատվում են բոլորը, բոլոր մտածող մարդիկ։ Ինչ պետք է անեն, ինչ պետք է անի հիմա։ Իրենք պետք է պտտվեն և ժողովրդին միանան։ Իրենք պետք է պտտվեն և ժողովրդին միանան, որովհետև իրենք վանեցի եմ, եթե շատ արմատներս հետաքրքրում, ինչ եք ուզում անել, ինչ եք ուզում եք հարցը տալ։ Նույն է, 30 տարի ոչ իման չի փոխվել։ Մենակ աշխատավարձ ստացողներն են փոխվել։ Հա։ Իշերը մեկը կասի, որ Հայաստանում իհարկե սա կասի, դե այն ժամանակ բռնատիրություն էր, հիմա դեմոկրատիա է, այն ժամանակ իրենք ասում, լի մատեսի լսի այդ աղա։ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Տարբերություն։ Այդ դատավորը Սերժիկի ասածն է անում, թե Նիկոլի ասածն է անում, հա։ Ձայն անի։ Ձայն այն այդ տղա։ Ես այդ պատասխանը գիտեմ ու ասեցի, մնացածը ժողովուրդ ջան, որ իրան տեսնեք, հարցրեք։ Ինչ եք այդ հարցը, դուք մայոր եք, ինչ եք բույվշի, ատստավկա։ Ահա, շատ ուրախ եմ։ Ես շարքային բանվոր եմ։ Եվ ինչ եք այդ հարցը տալիս։ Ինձ համար արցախցի է, վանեցի է, էջմիածինցի է, բոլորը հայ են։ Եվ մենք ուզում ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Շատ լավ ասեցի, բոլորը հայ են, բայց ստեղ մեծ տարբերություն կա, նայած ով է փողը տալիս, հասկանում եք, որտեղ այս կարգի մարդկանց համար, ինքն է տիկին ջան ձեր նման, ընդամենը սա 12 տարվա առաջվա 2013 թիվ մայիս, վստահ եմ, սա Ռաֆի ինտրուկցիոներն է, դերեղություն 2013 թիվ մարտ կամ ապրիլ, այդ ժամանակներն է։ Գուցե հենց այդ ապրիլի 9-ի օրն է, ես լավ հիշում եմ, որտեղ դա հաջորդ օրը ես Կիպրոսում համերգ ունեի։ Գուցե հենց ապրիլն է, հենց այդ օրը, որտեղ այն որ Վովան տարավ, հիշում եք,
Բովան տարաբաղոթելուն ինձ թվում է կարող է հենց այդ օրնա ամեն դեպքում։ Տիկին ջան, ինքն էլ ձեր նման սենց ես ինչ ասում է, ինչ եք ինձ քաշքշտում, ով է հարբած, ինչ եք տիկունը, ինքն ձեր նման կարա է, բայց հետո փոխտավը փոխվեց ու մի անգամից դարձավ այս տողը աջակից, որ ասում ապի ջան, այդպես բան կարա լինի։ Որ Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանի։ Ու դուք վստահ եղեք, ինքը սա այսօր ինքը ձև կգտնի իր նմանները, որ ասում ինքը ուղղակի օրինակի համար եմ ասում, իրանք շատ են, իր պրոպագանդիստներին նայի, ոչ մեկ, ոչ մի ազնիվ բարոյական մարդ չի կարող այս տողից հետո, հենց այս տողից հետո, ասի, որ այս ասողը իրավունք ունի Հայաստանի վարչապետի աթոռին նստի։ Տեսեք, այս ամբողջ հանցագործությունների ցանկը, այս համաստեղությունը հանցագործությունների դնում եմ մի կողմ։ Այս խոսքը լսելուց հետո ոչ մի բարոյական մարդ չի կարող ասել, որ սա իրավունք ունի, նա սա հանցագործությունն է, ինքը ցույց է տալի, որ ինքը միջամտում է դատական համակարգի։ Ինքը հայտարարում է դրա մասին, որ ոչ մեկ չի կարող ասածը չանի։ Ոչ մի բարոյական մարդ չի կարող արտահայտել, բայց սա նմանն է կարդարացնեն։ Վստահ եղեք, որ դուք այս հարցը տակ, մի ժամանոց մի հատ բացատրություն կլսեք, որ ձեր հարցնել կմոռանաք արդյունքում։ Մենակ ինքը չէ։ Այս ամբողջ այս պրոպագանդիստների որ նայեք, Խուշուձյանից մինչև բան, Խզմալյան, Արամ Սարգսյանը խառը Շիրիմյան բան, այդ դիակների այդ համաստեղությունը որ նայեք, իրանք այս սրա արդարացումը ձեզ կգտնեն կասեն։ Իսկ ես իմ կողմից ասում եմ, ով ուզում է լինի, ամենահարազատ մարդը սա լինի, սա արդարացնում է, ինքը նույն որակի է ունի։ Ինքը հանցագործ է, հանցակից։ Դատական համակարգին չի կարող հրամայել ոչ մեկ, ոչ վարչապետ, ոչ նախարար, ոչ մեկ այդ մասին հայտարարություններ լսած մասսայական դա հանցագործություն է։ Այդ մարդը պետք է հենց այդ օրը կալանավորված լիներ։ Հա։ Նրանք առաջ։ Այլ ոչ թե Թուրքի Ստամբուլում դուք հասկանում եք, այսօրվա դրությամբ իմ կրթությունը ինձ թույլ է տալի կարծիք հայտնել, բայց ես ինժեներ Չնորս ասում եմ, դուք ինչ կրթություն ունեք։ Միլիցիան ես գլխով, նրանք էլ ամոթուց շուռ են եկել, ասում եմ դուք ինչ կրթություն ունեք, հայա, տենում է ինչա կատարում, տղա ջան, հայա, ու իր կրթությունը էստե հարցեն չի, ինչ կրթություն ունի, բարոյականություն ունի, այ, քո ու իր տարբերությունը դրա մեջ է, կրթություն դնում եք մի կողմ, կրթությունը լավ բան է, բայց կրթություն չունենալը դա հանցագործություն չի, այ բարոյականություն չունենալը դա աղետ է։ Այս նկարի բացատրություններ կունենան, սա գիտեք ով է անհայտ նստած։ Սամսոն Օզարարատ, հա ճիշտ է ասում, հայտնի ամենանենք հայատյատներից ասա, ամենես գորշ գայլերի հիմնադիր պարագլուխներից է, Անայի հետ Թուրքիայում սիրում նստած են, ջերմ, ոչ մի խնդիր չկա իրաց մեջ, ինչպես Նիկոլի և Էրդողանի, ինչպես սրա։ Հիմա այս միլիցիան ասում է, դուք ինչ մասնագիտություն եք, տղա ջան, մասնագիտություն ինչ կապ ունի։ Հայա, դժվար է իհարկե ձեզ հասկանալ, որովհետև ձեր համար էլ կարևոր է փողը ով է տալի, ու ինչի համար է տալիս։ Բա դուք երեխեք չունեք, դուք ծնող չունեք, դե բարոյականություն ոչ չունեք, արդեն հասկացել եք։ Այդ ծառայությունները, որ դուք եք մատուցում, Նիկոլն էլ ասում է, չէ, պարգևատրելու եմ նրան, ով, ասենք, գրոհեց Վեհարանի վրա, պարգևատրելու եմ նրանց, ով դատարկեց, ասենք, բաղանիսն ու ոսկեպարը, պարգևատրելու եմ նրանց, ով նռնակներ է շպրտում, ասենք, ցուցարարների վրա։ Հա, կարաք մարդ է սպանեք, ինչպես Սոնա Մնացականյանը, դուք պրոբլեմ չունեք։ Ինքը գիտի, ձեզ ինչա պետք, ու ինքը տալիս է, ժողովրդի հաշվին, այդ փողը կարող է հոլ գանձերն է, չէ, ժողովրդի փողերն է տալիս։ Դուք էլ գիտեք, դուք էլ ընդունել եք խաղի կանոնները, հիմա այս կնոջը ասում է ինչ մասնագիտություն ես, մասնագիտություն չունի, ուղղակի բարոյական մարդ է, հայ է։ Բայց դուք դա չեք հասկանա, ինչպես այս մեկը չի հասկանա։
Ջուրյան, քու քավորնով էր մի հատ քիչ ասնես, այդ որ ասում են Էդմոն Մարուքյան, ճիշտ են ասում։ Արա հիմա կարող է դու այդ քավորի դավաճանելուց հետո որոշել ես այդ եկեղեցուն այդ դավաճանես միանգամից այդ քավոր մավոր եկեղեցի մեկեղեցի թեման փագեք բռնեք արա միանգամից դառնակ թուրք վերջանա գնա։ Խնդիր չունեմ իրենք։ Խնդիր չունեմ։ Ես հիշացնեմ Ալենի քավորն էլ ով էր։ Հիշում եք, Ալենի քավորն է Վանեսյանն էր ախտուր։ Հա։ Իրենք ինչ դավաճանել։ Արա ինչ քավոր։ Նախ որ ես առաջ անգամ լսում որ Էդմոն Մանուկյանը կան ինչ որ մեկին քավոր լինի։ Դա կարող լինել մենակ Կոնջորյանի քավորը։ Դուք պատկերացնում եք մարդ քավոր իրան ընտրի, այսինքն հոգևոր դաստիարակությունը, իր բարոյական դաստիարակությունը, այդպես պատկառելի կերպար հոգևորի եւ բարոյականի համախառն ի՞նչ է քավոր։ Խաչքավոր, դա ծորին հավասար բան է, չէ՞։ Ու այդ իմաստով պետք է էլի եկեղեցում հոգևոր պատասխանատվություն ավերցնում։ Էդմոն Մանուկյան մարդ ինչ աստիճանի պետք է կորած լինի, որ Էդմոն Մանուկյանի նշանակի ընտրի իրան քավոր։ Մենակ Կոնջորյանը կարա դա անի։ Իսկ դավաճանել ուրանալ, սրանք ես ուրացումից էլ առաջացել են, սրանք չեն ծնվել, սրանք առաջացել են։ Մեկը միտեղ մի բան ուրացել է, սրանք առաջացել են։ Սրանց համար ուրանալ ասում, ոնց որ Ալենը Արտուր Իվանեցյան ուրացավ, սես էլ Էդմոնին կուրանա, ինչ տարբերություն։ Ու այս բոլորը իրար հետ կուրանան Նիկոլին։ Կարող չհասնեն, Նիկոլն ավելի շուտ է ուրանալու, որովհետև Նիկոլն էլ ում ուրացավ։ Հիշում եք։ Իրար ծնած պահած համալսարանում դասախոսին, իրան ծնած պահած քաղաքական իմաստով Լևոն Տեր-Պետրոսյանին, սրանք ուրանալու այս թիմը, ասում, սրանք չեն ծնվել, սրանք մեկը միտեղ մի բան ուրացել է, սրանք առաջացել են դրանց, այդ խնդիրը չունեն իրեն։ Ոնց է։ Քոլփաշինական հայեկեղեցու հետևորդ չեմ եւ չեմ պատասխանում։ Ես իմացած որպես հավատացյալի Պարզ մարդը, ես Հայաստանի Հանրապետական եկեղեցու հետևորդ չեմ եւ չեմ պատասխան այդ հարցին։ Սա էր ինքն է, բայց հիմա հիշում եք ինչ էր ասում։ Մեր սուրբ եկեղեցին, ես հետևորդն եմ, այն կույս է, կույս չի։ Այս սատանի ծնունդներն էս գարդասիլները։ Այս ընկեր մահները, այս էլ սենց է։ Like, սա մյուս են դդումի խոսքը։ Աղոթք չառաջարկել, լավ աղոթել են։ Մյուսը, Աստվածաշնչը որն է, գիրք, որի մեջ կա գրված, որ Աստված ու հենց այդ գիրքն է նրա գոյության միակ ապացույցը, ես Շառլ Պերոյի հեքիաթներին ավելի շատ եմ հավատում։ Այս պիղծերն են։ Դու կարաս, ինչին ուզես հավատաս, ինչին։ Բայց երբ որ դու մի բան ծաղրում ես, դու պիղծ ես։ Ասես, մեկի հոգևոր բանը, ինչ եմ ասում, սիմվոլը ծաղրում ես։ Հիշում ես այդ անասուններ, Փաշինյան Նիկոլեն խաչերն է ծաղրում։ Խաչերը։ Հիմա եկը դարել է հավատարիմ։ Չգիտեմ, համարյա կուսակրոն։ Այդ տողնիկը դարել է կուսակրոն։ Մարդ որ խաչերն էր ծաղրում, հա, հիմա դարել է բան։ Սրանք բոլորն են նույնը։ Ու այն մարդիկ, որ լուրջ դեմքով սրանց ցիտում են, իրենք են սրանցից էլի։ Ուրիշ ինչ ասեմ, ժողովուրդ, ես չեմ ուզում հայերեն կնամ, ուղղակի եթե ես չմխտրեմ էլի։ Այս սրանց պատասխանը լսեք, ես չեմ ուզում փոխել։ Աստված ասում է՝ մի վախեցեք։ Աստվածաշնչում մի վախեցեք արտահայտությունը հանդիպում է 365 անգամ, տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկ հիշեցում։ Աստված մարդուն ասում է՝ մի վախեցիր։ Եսայու մարգարեությունում գրված է. դու մի վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով։ Վախը եւ տագնապը հաղթահարելու բանալին Աստծո հենց այս խոստումներն են։ Ես եմ քո Աստվածը, ես քեզ հետ եմ, ես պիտի զորացնեմ քեզ, ես պիտի օգնեմ քեզ, ես պիտի պահպանեմ քեզ։ Աստված ասում է Անցնենք առաջ։ Եվ այսպես։ Ֆրանսիական հեղինակավոր պարբերական անդրադարձել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքին։
Եվ միաժամանակ ասում են զգուշացեք Հայաստանում նրանցից, ովքեր հարձակվում են հայ առաքելական եկեղեցու վրա։ Ֆրանսիական հեղինակավոր Le Journal de Dimanche պատբերականը Կովկասյան ժողովրդավարություն վտանգի տակ է վերնագրով ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումներին, եկեղեցականների եւ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումներին։ Այս Անսասան ինստիտուտը ծառայում է որպես երկրորդ իշխանություն այս անկայուն ժողովրդավարության մեջ, տեսեք, անկայուն ժողովրդավարության մեջ, որպես կարևոր ինստիտուտ, հա։ Նիկոլ Փաշինյանը, որի իշխանությունը թուլացել է 23 թվականին Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց հետո, 5 շաբթի օրը հատել է կարմիր գիծը ձեռբակալելով arczepiskopos Գալստանյանին։ Անդիմադիր գործիչը մեղադրվում է պետական հեղաշրջման հրահրելու մեջ։ Երևանը մեղադրում է հոգևորականին ահաբեկչական գործողություններ պլանավորելու մեջ։ Սրանից հետո մեկ էլ Մակրոնը ոչ ավել, ոչ պակաս գրում է, որ ինքը դե ուրիշ մանրագրած է, ինքը ամենաշխություն հայտնում Փաշինյանի եւ ի պատասխան ժողովրդավարության ապակայունացնելու փորձերին։ Այս Մակրոնը վերջի երկու շաբաթվա մեջ ինձ դարձել է բան։ Նման հանելուկ մարդ։ Ես ինչ ասում ընդհանրապես։ Ասեմ ինչի։ Միջև այս բանին հասնելը։ Ուրեմն մի 3 շաբաթ առաջ Գերմանիայի հետ պահանջում էր կալանավորել, իրականացնել միջազգային դատարանի որոշումը, որը Նետանյահուի բանն է, ձերբակալումներ, որտեղ նա իրականացում է ցեղասպանություն, հենց հիմա է։ Նետանյահը մի հատ մատ թափ տվեց, հետո սկսեց պատերազմը։ Պատերազմի ժամանակ սա հայտարարեց Բալամ, որ ինքը աջակցում է Իսրայելի եւ մեղադրում է Իրանը։ Հետո հիմա այս վերջերս էլի բանից Իսրայելից պահանջում է դադարեցնել ցեղասպանությունը։ Այնտեղ գնում է թերթը, որ դատապարտում է այն ինչ որ կատարում է եկեղեցու նկատմամբ, հենց իր թերթը։ Ինքն էլ որոշում է, որ այսօր պետք է բանալի, որ ինքը ժողովուրդ համարաշխություն է հայտնում Փաշինյանին։ Հետաքրքիր է, չէ՞ որ Փաշինյանին, չի գրում հայ ժողովրդին, բան, հա, պատասխան ՀՀ ժողովրդավարությունն ապակայունացնելու փորձին։ Այս նույն մարդու կազմակերպությունը զեկույցներին գրում են, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Մեկ էլ ինքը վերցում է, մոռանում է ամեն ինչը, մոռանում է իր թերթերում գրված, մոռանում է իր ինստիտուտների հայտարարությունը, որոշում է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է աջակցի։ Ինչի համար ունենք, հա։ Նիկոլ հազար բան մտածեն, ինչի համար։ Ես չեմ բացառում, որ հիշում եք Ուրանի պատմությունը, որ իր թափոնները պայմանավորվել է սրանց հետ, ու անայիններ փող են տալի դրա համար։ Որ Հայաստանում թաղիլ է։ Հիմա այս տխմարն այսօր գրել է, որ ինչ էր գրել սա։ Իր ոճի մեջ ոչ քաղաքակիրթ ձևով, որ ովքեր մտածում են, որ Դիլիջանի ազգային պարկում իրանք ուրան են թաղում, ես իմ ինչ են։ Ոչ մեկ չի ասել, որ Դիլիջանի ազգային պարկում եք դուք ուրան թաղում, բայց Հայաստանի հարց ուղղակի, Հայաստանի ատոմակայանի ուրանի պաշարներ օգտագործված ուր են գնում։ Ուր, այնտեղ կարող են գնալ ֆրանսիական։ Ինչ տարբերություն, տեսքանագրում, թե տեսքանագրում։ Ուր են գնում են, չէ՞, այնտեղ նշանակում է գերեզման կա, չէ՞։ Նույնը կարող է դա ֆրանսիականը։ Իդեպ ով չգիտեր, ասեն ֆրանսիական եւ գերմանական ամբողջ այդ պաշարները ժամանակին թաղվում են հենց Ռուսաստան։ Ռուսաստանն ուներ գերեզմանները եւ տանում ունի թաղում էր։ Երևի հիմա այս հարաբերությունների փչացման պատճառով կամ ավելի էժան տեղ են գտել իդեպս Հայաստանի եւ դրա համար էլ սա ընդամենը ենթադրությունների ոլորտից է, ես չեմ կարող պնդել սրա վրա, բայց ինչը կարող է այս մարդուն ստիպի այսօս sense խոսա, վաղն sense խոսա, ընդ որում մենակ Հայաստանի հարցում չէ։ Ես արդեն բերեցի, չէ՞, Իսրայելի հետ կապված այդ հարցերը։ Բելգիայի հայ համայնքը դատապարտում է իշխանության քաղաքականությունը։ Շնորհակալություն Բելգիայի հայ համայնքին։ Ինչ են գրում։ Իրապես աներևակայելի է մտահոգիչ, նույնիսկ կասկածելի դրդապատճառներով է, որ վերջին շրջանում շղթայազերծվել է պախարակման արշավ ՀՀ վարշապետի եւ նրա շրջապատի կողմից հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ։ Հաճախ նաեւ վարչապետի պաշտոնին անհարի եւ անպատշաճ արտահայտություններով։ Անշուշտ պոպուլիստական ելույթներում կասեն, թե իրենք դեմ չեն հայ եկեղեցուն եւ կրոնին, այլ միայն որոշ եկեղեցականների։ Սակայն հա ժողովուրդն անգամ միամիտ չէ, որ չհասկանա իրենց իրական նպատակները։ Հենց եկեղեցին է իր հավատացյալներով։
մնացածը բգիշապը ամբողջը չեմ կարդա, ես խորհուրդ կտայի կոչ կանեի բոլոր համայնքներին, հիշում եք, ես դեռ մայիսից եմ այս մասին ասում, որ դուք դատապարտեք սրա բոլոր տեսակի գործողությունները, հաշվի մնացած քաղաքների աշխարհի վրա գոյություն ունեցող մնացած համայնքների ներկայացուցիչներ։ Ձեր դատապարտելու այս արշավը չափազանց պետք է։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ գիտի, որ ինքը զրոյական ռեյտինգ ունի մանավանդ այս արշավից հետո եկեղեցու նկատմամբ, որովհետև գիտեք, եկեղեցուն կից համայնքը, որ եկեղեցու կապված է եկեղեցու հետ, հիմնականում քաղաքականապես ակտիվ չէ։ Ինքը մի հսկա զանգված էլի բերեց, կպցրեց իրեն հակառակ, ասենք, մասային։ Այն մասան, որ եկեղեցով էր ապրում, ինք իր կյանքի մեջ էր, ինք իր փուչիկի մեջ էր կոպիտ ասած, այդքան չէր հետաքրքրում քաղաքական կյանքով, դրանց էլ սարքեց իրեն թշնամին։ Նույնիսկ ասենք, իր ռեյտինգը զրոյական է։ Եվ սա պետք է ցույց տալ, որ մնացածներն են տեսնեն, որ այս ուժի մկանների ցուցադրումը, որ ինքը մտածում է պետք է աշխատի, հա, ու դա իրեն օգնելու է, որ հակառակ էֆեկտ ցույց տա։ Այսօր մեզ զանույն է բան գրել, գարշելի զույգը շարունակում է արշավը մեր մտքի, հոգու եւ ինտելեկտի դեմ։ Որ իր հետ մանա տալիս մի մասա ու հմեկով էլ դա ցույց են տալի, ստեղալ ելույթներ ունենալ, տգետներ են գալուց, անգրագետներ, ու բոլոր նրանք, ովքեր գնում են սրա հանդիպումներին, իրենք շատ լավ պետք է իմանան։ Գնալով Աննա Հակոբյանի կողմից կրթվելուն, դա վկայում է մի բան, որ դուք անկիրթ եք։ Եթե Աննա Հակոբյանը ձեզ պետք է կրթի, որի հայտարարությունով մեկ մնացել եք 5-րդ դար, որը հայերեն գրել կարդալ չգիտի, հայերեն 2 բառի հետևից խոսալ չգիտի, իր լեքսիկոնը ոչիլով սկսում, ոչիլով վերջանում է, հա, այդ չեմ ասում է մնացածը։ Սրա բաներին գնացողները ապացուցում են մի բան, որ իրենք կրթվելու իրոք կարիք ունեն, որ կատարյալ անկիրթ ոչինչություն Աննա Հակոբյանը իրենց կրթելու բան ունի, հնարավորություն ունի, ես կասեի նույնիսկ տեղ։ Ինչի է կատարյալ անկիրթ ոչինչություն, հիմա կարդացեք։ Ամոթ Հասմիկ Պապյանին 1000 ամոթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը չի, մի ասեք կինը էլի։ Մեկը հերթական։ Անդրադառնալով Հասմիկ Պապյանին նշել է ամոթ Հասմիկ Պապյանին։ Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղաշրջման կողմնակից լինես, այո, ինքը բարձր արվեստի մեջ է եղել, քո նման են դրսում թողած աղբատկրների կողքը ման չի եկել, ճիշտ ես ասում, ու ռազմական հեղաշրջման, եթե ուզում ես իմանաս, այսօր եթե լինի ռազմական հեղաշրջման փորձ, Հասմիկ Պապյանը կողմ կլինի, բայց դեռ չի եղել։ Ես էլ կլինեմ, բոլոր բարոյական մարդիկ կլինեն, որովհետև երբ որ իշխանությունը խլվում է ժողովրդից, ռազմական կլինի, ուզում եք ասեք, ապստամբություն կլինի, ցանկացած process արդարացված է, ոչ թե արդարացված է, պարտադիր է ցանկացած բարոյական մարդու համար։ Եղավ տխմար։ Երկրորդը, ընդդեմ ավտոբուս վարողների բարձր չարտասանես, հետո ավտոբուս վարողները։ Ու սա, արա դու սա պետք է գնաս սա ձեզ կրթի, հա։ Գուցե լավ չի ընկալել փաստերը, չի, շատ լավ ընկալել է փաստերը, ինքը դեռ հələ բան չի ասել, ընդամենը հիշել է էպիզոդ 2007 թվականին, ոնց է Աջապայանը համագործակցել հետը եւ կոմիտաս են կատարել եկեղեցուն, բան չկա այնտեղ։ Բայց է հիստերիան, գիտեք ինչի։ Որովհետեւ ինքը չեն կարողանում պատկերացնել, որ Հայաստանում կարող է մարդ լինի, այդել արվեստի ոլորտից, որ ոչ թե իրաց ոտերի տակ թավալվի, որովհետեւ այն ինչ որ տեսնում են թավալվող դիմացները։ Բոլոր այդ արվեստի օջախների տնօրեններ, գեղարվեստական ղեկավարներ, որտեղ որ գնում են, կռանում են միջև գետին, որ սա այս անկիրթը իրաց կրթի, հա։ Ու մեկը տենում է, որտեղ մեկը չկա այս գործում։ Ասում է, ընդդեմ ավտոբուս վարողների բարձր չասանես, Ժորժան, Հայաստանում ավտոբուս են վարելից կասեք էլ։
ավտոբուս վարողը իր Նիկոլն էր 2008 թվականին։ Սա մոռացել է ինքը ով է։ Գուցե լավ չի ընկալել, ասում, պատահել է Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, պիտի լսեք ու պիտի չիմանաք։ Սրանք Աստվածաշունչ են ցիտում։ Ջալոց, Սավանան էլ է Աստվածաշունչ ցիտելով մարդկանց մոլորեցնում։ Այսինքն ոչ թե մոլորեցնում, հղում անում Աստվածաշունչին, թե ինքն էլ է մարդ։ Իմջալոց, սա գիտեք ինչ է նաև հոգեբանությունով, սա բացատրում են դա։ Երբ որ մեկը մի ինստանցիա է հղում անում, դա իր խոսքը ծանրացնելու միտումն է, ոչ թե ինչ որ ճշմարտության համար, չէ, որպեսզի իր խոսքը ավելի բանալի, ծանրակշիռ լինի, հա, ինքը ինչ որ բաների է հղում անում, ավտորիտետն է, հեղինակավոր, հա, դա կլինի, չգիտեմ, գիտություն, դա կլինի փիլիսոփայություն, դա ինչ որ իր խոսքը ավելի կշիռով դարձնելու համար։ Հասկանալով անդրց իր որ խոսքը ոչ մի կշիռ չունի, ինքը հղում անում են ոչ ավել, ոչ պակաս Աստվածաշունչի։ Բայց հարց եմ տալի։ Բայց եթե այդքան Աստվածաշունչի հետ կապված եք, դու ո՞նց ես 4 երեխա ունեցել մեկից, որ այդ ամուսնացած չես։ Սկզբունքորեն թքած ունեմ այդ փաստի վրա։ Բայց որ դու գնացել Աստվածաշունչ ես, բանանու, վկայաբերում, դու եկեղեցով ամուսնացած եք, ոչ եկեղեցով եք ամուսնացած, ոչ ԶԱԳՍ-ով։ Ապոլինի զույգ եք դուք։ Ապոլինի։ Դու Աստվածաշունչի ինչ ես մեզ բերում։ Քո ամբողջ կյանքն է այտենց։ Միջև հիմա։ Այդ Աստվածաշունչի օրենքների վրա տարակ երեխեքին սպանեցիր։ Աստվածաշունչն էր ասում, որ այդքան երեխեքը որ սպանվել էին Արցախի համար անիմաստ զոհեր էին։ Աստվածաշունչն էր ասում, որ այդ երեխեքին սպանողներին պետք է հրավիրեի չայ խմելու։ Հա? Աստվածաշունչն էր ասում, որ հերոսական կռվող երեխեքին պետք է ասեի դասալիքներ 11000 հոգի։ Աստվածաշունչն է ասում, որ քեզ քննադատողներին պետք է ասես ոչինչ։ Հա? Ի՞նչն է Աստվածաշունչը քեզ ասում։ Ինչ վերաբերվում է բնական է Հասմիկ Պապյանը իմ աջակ տենց պաշտպանության կարիք չունի, որովհետև ինքը անառիկ լեռան նման կանգնած է, իր հնարավոր չի տեղաշարժել, նույնիսկ փոքրիկ ինչ որ բան փոկել, իր հեղինակության եւ վաստակի վրայից։ Իմացեք, դուք ամբողջ ձեր իշխանությունով, այդ ձեր վիժվածքախմբով, կից ձեր ոտերի տակ թավալվող այն արվեստի աշխարհում աշխատող, տեսեք, աշխատող են։ Արվեստի աշխարհում աշխատող են։ Աշխատող ընդամենը, նրանք արվեստի հետ կապ չունեն։ Տեսեք, չի կարող, ո՞նց ասեմ, Բեթհովեն նվագողը չի կարող ապստամբ չլինի։ Հա, Բեթհովենը։ Եթե նա Բեթհովենը նվագում ապստամբ չի, ուրեմն fake է դա։ Fake։ Արվեստը չի կարող չապստամբի, արվեստը չի կարող գեղեցկությունը չսիրի, արվեստը չի կարող ճշմարտությունից հեռու գնա։ Մեկը մի fake Այն ձեր ոչնչությունների նման որ ձեր կողքը բան են շրջապատված են, ինչի են վստահորեն ասում ոչնչություն արվեստի իմաստով, որովհետև արվեստի մեջ ճշմարտությունից հեռանալը դա արդեն արվեստի հետ կապ չունի, դա դառնում է ինքը ոչնչություն։ Հասկանու՞մ եք, այն որ ձեր շրջապատում պատածում է դա արվեստի հետ կապ չունի, նորից եմ ասում, Բեթհովեն նվագողը չի կարող հեղափոխական չլինի, եթե ինքը հեղափոխական չի կամ Վերդի Երկհողը նվագողը, ասում են, Վերդի ամբողջ օպերաները հեղափոխությունների մասին է։ Վերդի ամբողջ օպերաները Իտալիայի անկախության եւ ամբողջ եղած-չեղածի մասին է, պատմությունների մասին է եվրոպական։ Դա բարոյականության մասին է, արժեքների մասին է։ Չի կարող դրա հետ շփվող մարդը լինի անբարոյական։ Եթե անբարոյական ունեն fake է ինքը, դա համար եմ ասում, ձեր շուրջը կապված, օ ձեր գցնում է, գնում գալիս է։ Fake են, դա համար այդ առումով եմ ասում ոչնչություն։ Այդ բոլորը դիալ է Դուք չեք կարող համեմատվել Հասմիկի հետ։ Հասմիկը մի հատ հայացք ու դուք ոչնչացված եք։ Բոլոր իմաստով արժեքային, չգիտեմ, պատմական, բոլոր իմաստներով։ Անեցօր այն հայտնի կենթանին, որ այդ աղբամանի մոտ պատտվում էր։ Դու ճիշտ ես ասում, դու ճիշտ ես նեղվում։ Հələ Հասմիկը բան չի ասել, ձեր չի դատապարտել։ Ընդամենը հիշել է էպիզոդ, որտեղ Աջապահյանը իրենց օգնել է։ Իմիջիալոց այդ նույն Աջապահյանն ու նույն Բաղդադը ձեզ են օգնել։
հա ձեր նման չասեմ լավ sense անարժանների հա իսկ ինչ է հիմա իրանք ձեր կողմից ստանում սա լավ դաս է բոլոր նրանց ովքեր հիմա ձեր ոտեի տակ թավալվում են ու մտածում են Փաշինյան Նիկոլը իրենց փրկելու է կամ իրենց հիշելու է չի վնասելու լսեք բոլորը այդ իրանց կողքը պատտվող իրենց աջակցող ոչնչությունները բոլորը սա մարդ չի մնացել որ իրեն օգտակար եղա սա ներոնն է Ա դու գիտեք ներոնն ով է գնացեք կարդացեք էլի սա մեր օրերի ներոնն է սա իր իշխանության համար սեփական մորն է հորն է սպանել դարի այդ ժամանակվա դարի լավագույն գիտնականին ու փիլիսոփային է սպանել Սենեկային ասում սա դայա դուք մտածում եք ձեզ է խնայելու դուք կարող եք ձեզ քավորներին ուրանալ դուք եք մտածում Նիկոլի խաթը ձեր քավորին ուրացալ կամ չգիտեմ բարեկամներին ուրացալ Նիկոլը ձեզ գնահատելու է դրանց համար Նիկոլը մի բան ունի գնահատելու կյանքում այդ իր գոյությունն է ինքը այդ գոյությունը պահելու համար ձեզ բոլորին ամեն մեկիդ իր ժամանակին ինքը հանձնելու է ուղղակի որտեղ որ պետք է եթե սա իրենց աղբանոցից իրան իր այն քնձռոտին իրենց աղբանոցից հանած Լևոն Տեր-Պետրոսյանին լույսում ասեմ Լևոն Տեր-Պետրոսյանը sense անելա աղբանոցից բերանները միջև ակաժները բացած վերջի խոսքերով բնորոշում էին Մոռանալով որ իրենք այսօր իշխանության են իրենք առաջի դեմքեր են ցավոք հա վերջի բարերով իրենց աղբանոցից հանած պահած մարսարկած Լևոն Տեր-Պետրոսյան նույնիսկ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը իմ քաղաքական թշնամին է նույնիսկ ես դա ինձ իրավունք չեմ հրապարակել որտեղ ես հասկանում եմ որ նա որպես մարդ իր արժանինքներն ունի ինքը շատ լավ պապիկ է շատ լավ ծնող է չգիտեմ հա ես քաղաքական մասով եմ միշտ իրան հա քննադատել այն էլ երկիրս էս վիճակին բերելու բայց սրանք պիրծ են եթե իրանք Լևոն Տեր-Պետրոսյանի վրա տենց հարձակվեցին վաղը ձեր վրա են հարձակվելու իմ վրա են հարձակվելու թոփորձեն ատամները կջարդեն Հասմիկի վրա են հարձակվելու բոլորի վրա են հարձակվելու են ու իրանք որտեղ մի բան կա իրանց համար կարևոր չեմ ասում սրբություն դա իրանց իշխանությունն է ու ցանկացած բան որ հանկարծ վտանգում է իրանց իշխանությունը այսպես անադառնալու են իրանք այսպես մենք քանի որ շատ ենք խոսում Ադրբեջանի ես որ ասում եմ գնալու ենք ապրենք այնտեղ Գանձասար գնալու ենք Գանձասարը այն միակ տեղերից է շատ եզակի որտեղ ես որ մտնում էի վանական համալիրի տարածք ոտքերիցս միջև մազերից ծերը ես այդ վիբրացիան եւ ոսես ամբողջ մարմնովը դողում ես ոնց է զգում ես ստակից ես վիբրացիան եղավ ու գնաց միջև տիեզերք ես այդ տարածքում եմ զգում ես շատ տեղեր եմ եղել շատ այդ եզակի տեղերից ասես հենց մտնում էի դռնից մտնում էի ներս ես տակից խփում եմ ինձ գնալու ենք մենք ու հիմա կլսենք ինչու Азербайджанская сторона утверждает, что на Парижской конференции Азербайджанская демократическая республика была признана Лигой наций. Mēs pirkājām vienīgi tākmanē, un esmu Ադրբեջանական կողմը պնդում է, որ Ադրբեջանը որպես պետություն ազգերի լիգայի կողմից ճանաչվել է։ Причем с территориями, на которые они претендовали. Ընդ որում ասում են տարածքները, որի նկատմամբ իրենք հայտել են ներկայացրել։ Претендовали они вплоть до Баку и Карса. Իսկ իրանք բան են հավակնել են Բաքվից մինչև Վարս։ Но на самом деле такого признания не было. Если говорить о признании, то можно говорить только о признании де-факто ad hoc. Что это означает? Это ասում եմ, եթե խոսենք բանի մասին, որ իրանք ընդունել են, իրանք de-facto ad hoc-ին են ընդունել։ Հիմա բացատրում են ինչի ad hoc։ означает признание как стороны переговоров, Դա որպես բանակցային կողմ, стороны участника конференции и так далее. Եվ ընդհանրապես իրենք ճանաչել են բանակցային կողմ եւ մասնակից ոչ թե պետություն, լսեք։ На самом деле, вот Лига наций отметила, я могу процитировать, вот то, что было
Հիմա ցիտումը ինչա գրած ազգերի լիգայի որոշման մեջ։ Написано, так сказать, 5-й комитет Ассамблеи Лиги Наций. Я могу просто процитировать заключение. Азербайджан не может считаться полностью состоявшимся государством, поскольку де юре не признан ни одним из государств-членов Лиги Наций. Ադրբեջանը չի կարող ճանաչվել բանակցային կողմ որպես պետություն, որովհետև ինքը որպես պետություն ոչ մեկի կողմից ճանաչված չի ազգերի լիգայում գոյություն ունեցող ոչ մի երկրի կողմից։ Այսինքն ինքը նախապատմություն չունի, ինքը որպես միավոր ճանաչված չի, այս մասնակից ոչ մի երկիր իրեն չի ճանաչել որպես պետություն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը մինչև Ճապոնիային ճանաչել։ И что территория Республики Азербайджан никогда прежде не являлась государством. Երբ որ այն ինչ որ իրանք ասում են, դա երբեք այդ տարածքը երբեք ինքը որպես պետություն ճանաչված չի եղել։ А входила в состав более крупных образований. Այլ մտելա ավելի մեծ միությունների կազմի մեջ, ասենք եղել է Պարսկաստան, եղել է Ռուսաստան կամ եղել է Բյուզանդիա, ասենք այդ տարածքում պետություն որպես ինքնուրույն առանձին երբեք գոյություն չի ունեցել։ Таких как монгольская, персидская, մողոլական с 1813 года Российской империи. Само название в этом заключении указывается. Азербайджан, избранная для новой республики, также является названием сопредельной персидской провинции. Եվ նույնիսկ ասում եմ, անունը որ դուք ընտրել եք, դա Պարսկաստանի նահանգներից մեկի անունն է։ Кроме того, было отмечено в том же заключении, трудно определить точные границы, в пределах которых правительство Азербайджана осуществляет свои полномочия. Բացի դա ասում եմ, շատ դժվար է որոշել այդ Ադրբեջան կոչվածը ինքը ինչ տարածներում է ուզում իր գործողություններն անի։ И фактически, когда Азербайджанская вот эта демократическая республика обратилась в Лигу наций с просьбой принятия туда, ей было отказано. Եվ իրակ արդյունքում, երբ որ Ադրբեջանը դիմել է ազգերի լիգային, որ իր սահմանները ճանաչեն, իրան մերժել են։ Իսկ Հայաստանինը ճանաչվել է Ադրբեջանի հետ սահմանները ճանաչվել է, Թուրքիայի հետ սահմանները դա պետք է որոշվել ըստ Սևերի պայմանագրի եւ Վիգոր Վիլսենյանի իրավարարի վճռի։ Հիմա ես որ ամեն անգամ ասում եմ, այս հարցը այնքան միանգամից լուծվող է, եւ որ դու պետություն ունես, ով չի ուզում խաղաղությունը։ Սա ուզում են խաղաղություն, բոլորս, ոչ մեկ դեմ չի խաղաղության, չէ։ Ես գնում եմ միջազգային դատարան։ Միջազգային դատարան ասում է, դե թող ասի չէ, ես չեմ գալի։ Հաջորդ օրը ինչքան պոստ ունի, ինչքան բան ունի, ռմբակոծվում է։ Այդ այնց հետո դուք ասում, ես գնում եմ միջազգային դատարան, ախպետություն, ուզում ես խաղաղություն։ Այս տական հիմա դա պետք է անի, բայց դա չի անում, ասում է, ինչ ես ուզում ես քեզ տամ, բայց չգնանք դատարան, որտեղ որ դատարան գնանք, պետք է ասեն դա Որն է քո հիմքերը, որ սա Ադրբեջանը, կամ սա Հայաստանը, չէ։ Միակ հիմք կա, դա սովետական քարտեզները չեն։ Սովետական քարտեզների վրա աշխարհը թքած ունենա։ Սովետական քարտեզները դրանք ներքին տարածքի վարչական բանն է։ Հիմա ես ոնց որ ես իմ տան մեջ կա նախագիծ պետության կողմից ստացված։ Կարող է վերցնեմ 10 մանը սենյակ ավելացնեմ մեջ։ Հետո ասեմ իմ սենյակը բանի, բնականը 10 սենյականոց է։ Ցանկացած առնող որ գալիս ասում է դու բանը, հա, blueprint, հատակագիծը, նայում ասում ախիջն, դու ունես S պատերն է, էսի քո տարածքը ո՞նց ես ասում 10 սենյակ։ Ասկա սա նույնն է, կամ ո՞նց ես ասում Հարևանի հողն էլ է քոնը։ Արա քո տարածքում էսի ա գրած։ Դու ինձ ո՞նց ես ծախում Հարևանի հողը, որ դա քոնը չի։ Մոտավորապես նույնն է, ես ուղղակի բերեցի կենսաղային մակարդակի վրա, կներեք։ Ես ասում ես հարցը լուծվող է, առանց գրի, առանց ոչ իման, գնացինք։ Դատարան։ Եվ որ դատարանը որոշում է արդեն, որոշումը կայացնում է ըստ եղած փաստաթղթերի։ Նոր այն ժամանակ ամբողջ պատկերն է փոխվում։ Էլես չի կարողանում գոռա, բա գյանջաս, կներեք, բա Արևմտյան Ադրբեջանը ասեն ժամանակ ասում ես փաթաթի ու գիտես ինչ անես Արևմտյան Ադրբեջանը, հա։ Իմիջիայլոց ասեմ Արևմտյան Ադրբեջանի սրանք էս տականքներ ինչի չեն բանանում հակադրում, գիտեք, սրանք թողում են դա աճի, վերաճի, մի հատ թիմ դառնա, կոմիտե դառնա, մի ֆակտոր դառնա, որ երբ որ Հայաստանի Հանրապետության մի օր հանգած հիմա փոխի Արցախի վերականգնման խնդիր դառնա, ասենք ասեն, հո, բա մեր Ադրբեջանը Արևմտյան։
Այսինքն իրանք բերելու են սրանք համահավասար հանգամանքների, համահավասար։ Իրանք անբան sense ասեմ, էլի, տխմար ուղեղներով իբր դրանք հավասար են։ Բայց միայն հիմար է գնալ ճանապարհով։ Աղբեջան դատարան կա, բան կա եւ վերջը, հա։ Իրանք Ադրբեջանի մասին խոսում են Արևմտյան Ադրբեջան։ Հայկական կողմը չի խոսում Գանձակի մասին, մեր այն ինչու մենք ունենք, մենք տարածքը որ մնացել է արդեն ուղղակի բանատապին։ Կոց օպերացիան որ արեցին։ Անուն լեզվից վրա։ Արցվաշենի մասին ոչ մի խոսակցություն չկա։ Հայաստանի տարածքը։ Նույն քարտեզներով Հայաստանի տարածքը։ Այդ որ այսօր էշեշ խոսում են, Հայաստանի տարածքը Արցվաշենի մասին ընդհանրապես դեռ մոռացել են։ Ինչ վրա է ժողովուրդ ջան, լսեցիք ազգերի լիգայի որոշումը։ Նա ասում են դու տես պետություն չկա, ու չեն ընդունել, իրաց մարդին ոչի բան չկա։ Դից որ վստահ եղեք, որ այս հարցի լուծումը կա, դատարանով է եւ կլինի այն ժամանակ, երբ որ մենք ունենանք պետություն, այլ ոչ թե սենց թաղում գնացողների միություն։ Վաղագան Խաչատրյան աշխատանքային այցով մեկներ է թաղում։ Այո։ Սա բան ունեի ֆիզիկայի դասատուն է դպրոցում, Էլի Հակոբյան էր ազգանում, տարել է, երևի հիմա լսում է, ողջույններս։ Մի օր լավ խոսք ասեց, ասես պրոֆեսիոնալ քելե խուտողը։ Չգիտեմ ում մասին էր խոսքը, ասես պրոֆեսիոնալ քելե խուտողը։ Տարածքում ինչքան թաղում կա, բոլորի թաղումներում գնում է, բոլորի պրոֆեսիոնալ քելե խուտողը։ Հիմա սրանն է։ Երբ որ քո նախագահը իր այս դեմքով իհարկե հասկանում եք, չէ՞ որ ինքը ուրիշ տեղ չէր կարող գնալ։ Այս դեմքով կարելի էր գնալ բացառապես միայն թաղում։ Ուրիշ ոչ միտեղ։ Այս գլխով, այս դեմքով, այս բովանդակությամբ թաղում, մենակ թաղում, ուրիշ ոչ միտեղ։ Որտեղ խոսալ պետք չի, խելոք երևալ, պետք չի, ընդհանրապես ոչ մի բան պետք չի։ Այս դեմքով կանգնում ես սնդեղ ու սենց ֆուլ իրականացում է ամեն ինչ։ Այ հենց որ այս փոխվի, մենք ունենանք իրոք նախագահ, իրոք կառավարություն, իրոք վարչապետ, իրոք Արմամենտ այն ժամանակ այս հարցը լուծումը այն սենց։ Штахельшвайн, стальной дикобраз. На днях 4 месяца, как главная евробюрократка Урсула фон дер Ляйен, распираемая весенним обострением, предложила утыкать Украину шипами такого количества и качества, чтобы никто не переварил. Что по факту? Питается скотинка в долг. Но новость не в этом. Пайка усохнет, да и тренд, кажется, уже не шипы. Лизать. Вот этот тренд Павел Краснов пояснит. Սա яг նկարագրում են ռուսական պետություն Ուկրաինային։ Հասկանում եք բան ուր է հասը։ Ու կարաս ասենք մասնավոր խոսակցությունների ժամանակ, հա, քեզ թույլ տաս։ Այդպես բաներն են, սա հեռուստաընկերությունն է, սա բոլորի համար է։ Աշխան իրենց ասում, խոս, սրանք ուկրաինացիներն են ասում, նկարագրել այսպես որպես խոս, որին Ուրսուլա ֆոն դեր Լայանն ասում է զինենք, որ իրան չկարողանան ուտեն։ Իրանք էլ են ասում, որ մենք ուզում ենք այս խոզին ուտենք, Ուրսուլա ֆոն դեր Լայանը չի թողում։ Այսինքն Եվրոմիությունն է, էլի նկատում են։ Ու այս երկրում գիտեք որտեղ են ապրում իրենց ղեկավարները, փոխ վարչապետները։ Նայեք, նախկին փոխվատուն։ Իլյա Կլեբանով, Իսրայելում, Ալֆրեդ Կոխ, Գերմանիայում, Արկադի Դվորկովիչ, ամերիկյան մեծանաններում, Ալեքսանդր Խլոպանին, Իսրայելում, Ալեքսեյ Կուդրին, Իսրայելում, զուգ իշխան կա Իսրայել, Յակով Յուրինսոն, Իսրայել, Մաքսիմ Ակիմով, Իսրայել, Իգոր Շուվալով, Ավստրիա, Վիկտոր Խրիստենկո, Իսպանիայում, Օլգա Գոլոդեց, Իսպանիա, Անատոլի Չուբայս, Իտալիա։ Սրանք ռուսական հայրենասեր փոխնախագահներն են, փոխվարչապետներն են, որոնք ապրում են մի մեծ մասը Իսրայելում, մնացած մասն Եվրոպայի, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա։ Հիմա սա ուզում ես հարցնես, այդ ցինիկներ։ Էլ չեմ ասում իրանց երեխեքը, այսօրվա իշխանությունները այնտեղ Պեսկովից սկսած, Լավրովով վերջացած մինչև իր երեխեքը։
բոլորը տեղավորված են Ամերիկայում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլն։ Բավոն այդքան լավն է ձեր երկիրը, հա, որ մնացածներն էլ խոզեն, չգիտեմ, եվրոգեյ են եւ այսպիսի բաներ։ Բան չի են ձեր բանիտներն ու փողերը։ Ինչի են ձուկ իշխանությունը կորցնում եք, վազում եք այդ երկրներ։ Ինչի ո՞նց է ստացվում էլի։ Ցինիզմ չի սա։ Իրանք էլ են հասկանում, որ իրանց արածը ցինիզմը։ Ռուսաստանը դա մի մեծ տարածք է, որտեղ իրանց համար unlimit փող աշխատելու հնարավորություն է։ Ռուսաստանում փող աշխատելը իրանց համար դա լիմիտ չունի, այսինքն այնքան է ինչքան այդ unlimit բյուջեն է, մեկ այդ unlimit հարստությունները, որ կա գետնի տակ։ Հիմա իհարկե բարդությունը առաջացել է ներքին այդ ընդելքը քանդել տանելու, տեխնոլոգիաներ չկա, ճանապարհներ չկա, շուկաներն է փակ, ինչ ուր է։ Բայց մեկը էլի թալանի առումով ոչ մի երկրորդ այդքան արագ չի ստացել, ինչքան ռուսական այս իշխանությունները հենց Ռուսաստանում։ Սա ուղղակի է տարածքա, որտեղ կարելի է unlimited հարստանալ, բայց ապրել թոշակի գնալուց հետո բացառապես կամ Եվրոպա կամ Իսրայել։ Տեսեք, չէ, Իսրայելի իշխան դիվերսանտ կա ֆասորերում տեղ նստած։ Իսրայել ասեցիք մի կսնգավ։ Իսրայելի բանին են, դեսպանին են հանել մայրուրի։ Een genocide op de Palestijnen komen rechtvaardigen. Hoe durft u hier al die leugens van u komen verkopen? Դու ցերասմանություն եք իրականացնում։ Պարեսում ոնց եք դուք համարձակում ձեզ սուտը տարածել այստեղ։ Jullie zijn het, die al 77 jaar lang ասում դուք 77 տարի իրականացնում եք օկուպացիա en bezetting organiseren in Palestina. Jullie zijn het, die dat het Palestijnse land blijft. Դուք 77 տարի ասում եք ցեղասպանություն եք իրականացնում եւ գրավել եք Պալեստինա։ Jullie zijn het die vandaag een genocide uitvoeren. En jullie willen het Palestijnse volk uitroeien. Դուք ասում ուզում եք վերացնեք ընդհանրապես այդ ժողովուրդը, բայց դա ասում ձեր մոտ չի ստացվի, չեմ թողի։ Jullie willen het Palestijnse volk breken, maar dat zal jullie niet lukken. En jullie willen ook de solidariteit met het Palestijnse volk breken met al jullie leugens. En het zal jullie niet lukken, want... Ասում ձեր մոտ ոչ մի բան չի ստացվի, ես ուզում եմ նայեք երբ որ բանն է գալի, Նետանյահուն է գալիս եկույթի, նայեք։ Ladies and gentlemen, order. Order. Ցուցաբար դուրս եկան։ Մայկի ելույթի ժամանակ ցուցաբար դուրս եկան իր Նետանյահու ելույթի ժամանակ։ Սա խոսք էր տվել, չէ՞, հիշում եք Իրանը բացահայտեց ծրագրերի մասին, որ տերոր են պատրաստում եւ գցելու են մեր վրա։ Եվ չեն կարող ասել կանգնացնել տերորը, այսօր պայթեց Վաշինգտոնն, նայեք։ Sunday, June 29, wow. Իրանը զգուշացել է, որ տերորը նախապատրաստում, որը ալվելու է Իրանի անունից։ Մենք չենք, դա Իսրայելն է։ Ինչպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ի այդ պայթեցն տերորիզմը։ Իրանը մայկի միջոցով ԱՄՆ-ից Իսրայելից փոխհատուցում է պահանջում։ Այս երկրի քաղաքականությունը ոնց է դուրս գալի։ Ես չգիտեմ, սա չի նշանակում, որ ես երթում եմ մոլաների անունով, բացարձակապես։ Բայց այլ մի մոռացեք ով է երկրի ղեկավարում։ Նայեք ոնց է ղեկավարում։ Խփեցիք, ես էլ ձեզ խփեցի։ Դե հիմա բերեք մայկի միջոցով փոխհատուցումը ստվեք։ Դե հիմա թո Թրամփը իր ժողովրդի մոտ արդարանա, որ այս մակն էլ պետք է որոշում ան։ Մակ չի կարող ասի չէ։ Որովհետև պարզ բերեց իր այդ ինքնազգա ռազմական օբյեկտներին եմ խփել։ Հա, ճիշտ ես ասում, ռազմական օբյեկտներին, բայց այդ օբյեկտները Իրանում էր։ Պակիստանում չէր։ Ոչ թե լետրալ տարածքում էր, Իրանում էր։ Դա դու խփել ես Իրանին։ Դե փոխհատուցումը ստել։ Դու էլ Իսրայելն ես։ Հոյակապ քայլ։ Հիշում եք ընդամենը 3 էր ես խոսում եմ հակասեմիտիզմի մասին։ Որ չկա տես բանը հակասեմիտ այդ արտահայտությունը մտցրել է հենց բանը Մոսադը իրենց վրա քննադատողներից պաշտպանելու համար տվել է 2 բան գործիք պաշտպանելու ով քննադատի Իսրայելին ասում է հոп դու անտիսեմիտ ես որը մեղադրանք է հնչում մարդիկ միանգամից հետ են կանգնում
Մյուս իսկ եթե հրեանա քննադատում Իսրայելի կառավարությանը, դու ասում ես դու շիզոֆրենիկ ես, կոմոդ ազգի նկատմամբ, քո ազգի նկատմամբ ատելություն կա, որը հիվանդություն է։ Էլի մարդկանց սկսում ես հոգախանգարումքի մեջ։ Եվ որ ընդհանրապես անտիսեմիտ խոսքը չի կարող վերաբերվի մենակ հրեաներին, որտեղ հրեաները չեն մենակ որ սեմիտական ազգից են։ Սեմիտների մեջ են մտնում ասորիները, արաբները, մալտացիները, Աֆրիկայի պետությունների դեռ ցեղեր կան, դրանք էլ են մտնում բացի հրեաներից, ամեն դեպքում դա հրեաների մենաշնորհը չի։ Եվ այս մասին, ես այսօր երեք խոսացի, այս մասին նյութ եկավ, ուզում եմ դուք էլ սա տեսնեք։ People think anti-Semitism means hatred of Jews, but here's the twist. Ասում են անտիսեմիտ ասողները, նրանք ատում են հրեաներին, ասում են։ Հիմա տեսեք որտեղ է բանը յուտը։ It's a word invented by a German political agitator in 1879. Այս բանը խոսքը հորինվել է 1879 թվականին գերմանացու կողմից։ Wilhelm Marr. Jews aren't the only Semites. Arabs across the Middle East and North Africa, Egyptians. Yes, հրեաները չեն միայն սեմիտներ։ Հիմա ինքը ներկայացնում է որտեղ է պաղեստինցիներն են, սիրիացիներն են, հորդանացիներն են, լիբանանցիներն են, սաուդիներն են, իրաքներն են, Եգիպտ։ Ասկի արաբական ինչքան է տարածքում ապրում։ Iraqis, Saudis, Palestinians, Syrians, Jordanians, Lebanese, Algerians, Moroccans all belong to the Semitic family of peoples. Եվ դրանք բոլորը պատկանում են սեմիտական խմբին։ And yet when someone says anti-Semitic, none of them are included. Եվ ասում են անտիսեմիտիկ, այդ ազգերից ոչ մեկ ի նկատի չունեն, ի նկատի ունեն բացառապես բաների։ The word excludes the very people it linguistically describes. So why does this term erase every other Semitic people and still only apply to Jews? That's not just misleading. That's doublespeak, deliberately obscure but meant to sound clinical or even scientific. So I ask. If that language was adopted to justify a state, was it the only thing borrowed? Control. Եվ դա ասում է հորինել են որպեսզի ասում արդարացնեն բացառապես այդ երկիրը, որ դրանք կոչվում են բանը հրեական երկիր։ Հա, որ գա մենակ ֆոկուս լինի դրա վրա, մարդկանց ուղեղի մեջ, այդ բառապաշարի մեջ ֆոկուս լինի հենց դրա վրա։ The language and you control the meaning. Ասում է ղեկավարի լեզուն եւ դու կղեկավարես բան իմաստը։ Հիմա լսենք մեր ընկերներին հայրենիքին։ Ում Աշոտ Փաշինյանին ինչպես Ռաֆուս Սամվելի մեջ ասում է, ուրացող այսօրը որ կմորթի ուրացող հորը կմորթի նաև դավաճան մորը։ Դիմում եմ քեզ Աշոտ Փաշինյան, որ մի մուսուլմանական մսկիթում ստել շարժում կլինի։ Ամոթ ձեզ Նիկոլ Փաշինյան, չորանար քո մորալ կատը, որ քնում է սրիկային աշխարհ չբերեր։ Որ մի մսկիթում ստել բան կլինի։ Որ մի մուսուլմանի մսկիթում ստեց բան կլինի, դիմում է պագոնավորներին, թուրքը որ եկավ ձեր պագոնը ձեր գումարը չի փրկելու ձեզ։ Քույրիկ ջան, ամեն օր մենք դա ասում ենք ամեն օր ռեժիմով, բայց եթե իրանք այդքան ուղեղ ունենային, բավուս հրաժարական կտային, իրանք ոչ միայն ուղեղ չունեն, իրանք բարոյականություն չունեն, քիչ արժանապատվություն չունեն, որ գոնե արժանապատվությունից դա անեն, այդ էլ չկա։ Ամոթ ձեզ, եկել եմ աջակցություն հայտնելու իմ եկեղեցուն, անգամ հուտան դավաճանության ժամանակ մեղանչեց։ Նիկոլ Փաշինյան մեղանչի քո արածների համար, ինչքան զոհեր ունենք, պատմության մեջ գրվելու ես ազգի դավաճան, ինչպես Սահակ Սևատայի մեջ էր գրվում, Ռաֆուս Անվելի մեջ էր գրվում, Մխիթար Սպարապետի մեջ էր գրվում, ազգի դավաճաններից մեկը դու ես, արի ինձ տար։ Իշմեք ես որ ասում է, այս կինը հաստատ քաղաքական ոչ իման չունես է նախընտրություններից վստահ։ Ամենայն քաղաքականությունից հեռու մարդկանց, որոնք սրտով կապված են եկեղեցու հետ։ Հանեց իրան, բրավո, ուրիշ ման հնարավոր չի այդ մարդուն ասել։ Կներեք որ դա մարդ եմ ասում։ Հավաքել։ Ինչի համար։ Եթե դու արդար մարդ ես, եթե դու կաշառակեր չես, դու խաբեբատ չես, դու ավանդակ չես, ինչի է պետք այդքան ժողովրդին դեմ այդքան ոչկալություն հանելու։ Երկիրը տախում է, իսկ իրեք ուժ են տալիս, թև են տալիս այդ սրիկային։
Դժվար է վիճել։ Փարկով բերեցինք, դրեցինք մեզի թագավոր, բայց տես այդ թագավոր, հելավ աշկերներս հանեց։ Այդ նրանց ա որ մենք տգետ ենք։ Մենք փարկով բերեցինք, դրեցինք մեզի թագավոր, բայց տես այդ թագավոր, հելավ աշկերներս հանեց։ Այդ նրանց ա որ մենք տգետ ենք։ Այո։ Դուք տգետ եք խոսք չկա, բայց դուք տգետ եք ուզեք ինել մարդկանց կրթելու։ Այն որ եկել են ձեր մոտ կրթվելու, իրանք տեղյակ են, որ դուք տգետ եք, սա շատ կարևոր հանգամանք է, շատ կարևոր, այն ոչ ու փուչ, չգիտեմ, մարդկանցից ովքեր գնում են սրանց մոտ կրթվելու, իրանք պետք է իմանան վստահ մի բան, որ իրանք գնում են տգետների մոտ, իրանք խոստովանված տգետների մոտ կրթվելու, որի համար ես իրանք շնորհակալություն եմ հայտնում, շնորհավորում եմ, որի կապակցությամբ ես իրանք շնորհավորում եմ։ Իսկ այս տխմային ուզում ասեմ, որ հանցագործությունը տգիտությունով չի փրկվում։ Տգիտությունը բեղմացուցիչ հանգամանք չի։ Ծանրացուցիչ էլ չի, հանցագործությունը մնում է հանցագործություն, քանի որ ամեն ինչը արվել է մեր սունակության շրջանակներում։ Նույնիսկ եթե դու ասես, որ դու տգետն ես, վերջի անգրագետն ես, վերջի ապուշն ու իդիոտն ես, ինչ ուզում ես ասես, մեկը հանցագործության համար դա բեղմացուցիչ հանգամանք չի հանդիսանում։ Ուստի շուտով, շատ շուտով կհանդիպենք դատարանում։ Լավ